այս վաղարշաբաթում հաղթելուց հետո Փաշինյանը կգրոհի Մայրաթոռը։ Գրողը տանի Փաշինյանին ոչ, իհարկե։ Կարծում եք կգրոհի Մայրաթոռի վրա։ Իհարկե ոչ, չպետք է գրոհի։ Չէ, կարծում եմ որ չպետք է չի գրոհի։ Ինքը շատ փոքր է Մայրաթոռին տիրանալու համար։ Որովհետև ինքը մարդ կոչվի իրավունք չունի, որպես մարդ ինքը մարդ չի։ Ինչ մնացած Աստվածը։ Ինքը Աստված չունի, ոնց կարա ինքը։ Եթե Աստված չունես, ոնց կարաս Մայրաթոռին տիրանաս։ Որ Աստված չունի, Մայրաթոռը չունի։ Իսկ ինքը իր սեփականաթոռ չունի։ Իսկ ինչ եք կարծում երեկվա ընտրություններից հետո։ Երեկվա ընտրությունները շատ ներողություն։ Դա ընտրություններ չի։ Դա լրիվ չգիտեմ ինչ ասեմ, ինչ լույսերը անջատում են, իրանք ուզածը անում են, մարդկանց վախացնում են, դատում են, վերացնում են, որ ինչ։ Դրանով որ ինքը տիրացավ ինչ։ Էնա մի անգամից կանգնի ու ասի, ես ուզում եմ ես Հայաստանը դառնա Թուրքիա, դառնա Ադրբեջանը, իմ տեղը գա Ալիևը կամ Էրդողանը։ Այդքան բան, ուրիշ ոչինչ։ Ինքը դրանց համար աշխատում, դրանց կոծնա, դրանց ստրուկնա։ Հիմա ինչքան էլ որ ընտրություններ անի, լրիվ Ալիևի փողերով ընտրություններ ալինելու։ Բարձ չի, լրիվ գիտեն։ Անկախ նրանից ինչ ուզում անի, պետք է ընդհանրապես Ադրբեջան, ընդհանրապես պետք է լրիվ վերանա։ Լրիվ այդ համախոհները դրա, ես չգիտեմ դրան ինչ անվանեմ։ Այդ փողոցային լկտիությունները Ալեն Սիմոնյանից բռնացրած, Իրանից վերջացրած, իր այդ կրվուկը շրջապատը պետք է լրիվ դատվի, որպես ինչ են դատում մարդկանց, ինչ են արել։ Մեր հայերը Բաքվում եսիմ ինչ են անում, իրանց քաղաքացիներ են իբր թե դատվում են որ ինչ։ Լրիվ իր ասածն է, իր ձեռքով է, իր ձեռագիրն է լրիվ։ Թե այնտեղ մեր այդ Սամվել Կարապետյանին, որպես ինչ են դատում։ Ինքը արած կա կյանքում, արած կա ինչ որ արել է Սամվել Կարապետյանը, նրա կեսի 2% արել է ժողովրդին, չի արել։ Ինքը լոկ իր ստերն է, լոկ իր խոսքերն է, իր շողոքորթերն է, Ալիևի ու Էրդողանի փողերն է լրիվ։ Ոչ, օրինակ ես անձամբ իմ ընտանիքով ես ատում եմ, նույնիսկ դրա անունը լսելուց, դրա դեմքը տեսնալուց հեռուստատույցը անջատում եմ։ Նման եւ շատ-շատերը, ճիշտ է ես Ղարաբաղից չեմ, բայց Ղարաբաղի ժողովուրդն էլ հայեր են, չէ՞։ Այդ ինչ օրինակցում, այդ ինչը անում, այդ ինչ ձևեր է։ Ինքը նա մարդ կոչվելու իրավունք չունի։ Ինչ մնացած կոչվի Իրանից ինչ պետք է սովորեն այս ժողովուրդը։ Կռվել, ծեծել, ասֆալտին փռել, ինքը ինչ է արել ժողովրդի համար։ Այն ասֆալտն է փռել, որը այդ նույն ասֆալտին մարդկանց է փռում։ Այն ասֆալտն է փռել, որ 2 ամիս հետո այնքան մինչև որ ընտրություններից հետո ասֆալտ կոչվելու իրավունք չունի։ Ոնց որ իր խոսքերը, նենց էլ իր արած գործերը, ինքը մարդ չի։ Ինքը իսկ ընտանիք չունի, ինքը չի կարող իր ընտանիքը կառավարի, ուր է իր տղեն։ Հենա Էրդողանի մոտ։ Ուր է իր տղեն։ Հələ մի հատ եկեք ասեք ուր է իր տղեն։ 2 ձեռներով 10 ոտներով գոռում էր, գոչում էր իր պատերով տալիս Արցախը Հայաստանի ու վերջ։ Ուր է։ Ասածը արես Հայաստան եղավ։ Նույն էր Երևանը։ Հայաստան Երևանն էլ չէ։ Լրիվ իր բաներն այդ ցավը տանեմ, լրիվ սուտա, լրիվ ինչ ասում է Էրդողանը, ինչ ասում է Ալիևը, իր կոծնա, իր մուծուկոլին, իր չգիտեմ ինչ ասեմ, ստրուկն է։ Հանուն իր փողերով ժողովրդի ծախում է, պատերով է տալիս էսի միջ։ Հիմա մեր ոստիկաններ կոչվելու իրավունք չունեն նույնիսկ։ Ոչ մեկը կոչվելու իրավունք չունեն, լրիվ իրանք ջեբի, իրանց գրպանի համար է մտածում։ Չեն ասում մի սիրուներ էլ այդ ոստիկաններին են, իրանց նման, իրանց օրեկցելու ասֆալտի ֆարնում, հələ ինքը խաբար չէ։